Հլայք է, շատ հետաքրքիր բան կա։ Թուրքիան չի պահանջում Արարատը հանել մեր զինանշանից։ Դա պահանջում Ալիևը։ Այո, ես նույնիսկ առանձնացրել եմ նա COP29-ի ժամանակ, երբ որ COP29-ի միջոցառումներն էին, Ալիևը ելույթ է ունենում դիվանագիտական կորպուսի Ադրբեջանում տարբեր երկրների դեսպանների եւ այլ քաղաքական գործիչների միջազգային հյուրերի ներկայությամբ եւ հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն Արարատից եւ այլ սիմվոլներից, ասում է ուրիշ լեռ չունեն, թող ուրիշ անուն տան, որ Արարատի ադրբեջանական անվանումն է դնում։ Եվ նաեւ թվարկում է, հա, սահմանադրությունը պիտի փոխեն, էս պիտի անեն, այն պիտի անեն։ Հրահանգը տրված է վաղուց, թող լոլո չկար։ Հիմա տեսեք, թուրքական դիվանագիտությունը վերջին անգամ նման պահանջ դրել էր Չիչերինի ժամանակներով, ստացել էր պատասխանը, ավարտվել էր այդ պատմությունը։ Արարատը մնաց անգամ սովետական Հայաստանի զինանշանի վրա, ել չասած նաև երրորդ հանրապետության զինանշանի վրա։ Նո առաջին հանրապետություն, երկրորդ հանրապետություն, երրորդ հանրապետություն ու անգամ չորրորդ հանրապետությունը, որը 2018 թվից գոյություն ունի Հայաստանում, այդ զինանշանների վրա կա Արարատը։ Հիմա եւ Թուրքիան դրա մասին երբեք էլ ձեն չի անել, ասում են վերջին անգամ Չիչերինի ժամանակներով է անել։ Ոչ մի պահանջ, ոչ մեզ առաջ են դրել, ոչ ուրիշ իշխանությունների առաջ։ Ու հիմա էլ չեն դնում։ Հիմա այդ պահանջը հնչեցնում է Ալիևը։ Ինչու՞։ Բացատրում եմ ձեզ։ Ալիևը վերցրել է իր վրա ապագա Հայաստանի ճարտարապետի դերը։ Ալիևը կառուցում է նոր Հայաստան, որի անունը դնելու են 4-րդ հանրապետություն, ինչպես Նիկոլը անգրագիտաբար հայտարարեց։